Armenian Vector հիմնադրամի նախագիծ։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ներկայացնում է Արվեստագիրներ, փաստավավերագրական ֆիլմաշար։ Արտադրությունը Շարմ Հոլդինգի։ Երբ որ 50-ամյակներ նշվում Աշոտ Ղազարյանի, ասվեց այսօր Աշոտը 50 տարեկան է, բայց իրան բոլորը 100 տարի արդեն գիտեն։ Տեսեք, ինքը չի եղել ոչ պրեզիդենտ, ոչ վարչապետ, ոչ բայց հայ չկա, որ իրան չիմանա, իրան չսիրի եւ իրանով չջերմանա։ Այսպես պետք է լինի եւ պրեզիդենտը եւ վարչապետը եւ օֆիցիալ դեմքերը։ Մեր Աշոտն ամենակարևոր խոսքը յուրաքանչյուր մարդ մեր քաղաքում սկսած ակադեմիկոսից վերջացրած պատշարով մեր Աշոտն է, հայ այդպես են դիմում իրեն։ Թե Աշոտը ինչ սեր ու հարգանք էր վայելում ժողովրդի մեջ, ես առաջի անգամ զգացի, երբ աշխատում էի Լենինյան շրջանի ժողկրտբաժնում, կար նախկին հասարակարգում այսպիսի ավանդույթ, աշխատանքի առաջավորներին մեծարել։ Հրավիրատոմսերը բերվեց Սամսոն Տոնոյանի վերաբերյալ։ Բաժանում եմ, հետ են բերում հրավիրատոմսերը, չեն ուզում վերցնել։ Մի առժամանակ անց Նայիրիտից եկան հրավիրատոմսեր Աշոտ Ղազարյան անունով։ Աշոտ Ղազարյանը մյուս աշխատանքի առաջավորն էր։ Ոչ մի կապ Աշոտի հետ։ Տեսնում եմ, տոմսերը տանում են, գալիս են նորից են ուզում, ծնողները գալիս են, ասում են Աշոտ Ղազարյանի հանդիպման տոմսեր չունեք, ես նորից զանգահարցից շրջանային կոմիտե, ասեցի Օքսի Նիկոլայիչ, չեմ հասկանում, Սամսոն Տոնոյանի տոմսերը հետ էին բերում, Աշոտ Ղազարյանի տոմսերը չի բավարարում, ինչու՞մն է հարցը, լսի ասում է, կարծում են այն երգիծաբան դերասանն է լինելու Աշոտ Ղազարյան։ Մերոնք բոլորը հագին ժամանակ գիտեին, որ ես ընդունել եմ գյուղատնտեսական ինստիտուտ։ Հետո մի օր պատահական մեր ընկերներից մեկն ասեց, բան իրանից թռավ ուղղակի, հայրս շատ զարացավ, դրանից հետո հետս հագին ժամանակ չէր խոսում, վերջը կողարացնար իրավ, ասեց, ես բոլոր առարկաները ես ստացա 5, պատմությունից կտրվեցի 2 ստացա, ՍՄԿԿ պատմություն։ Ուտեղ խորթողեցի գնացի ու ոչ եկա ոչ բան։ Իրեն որ կտրվել եմ ու չեմ ընթանցել, որ ժամանակ եկել եմ, որ ատեստատս վերցնեմ արդեն տանեմ, ասի եկել եմ ատեստատս տանեմ, ասեց ինչ ատեստատը ինչ ես անում, ասի բա դե տանեմ մնացել ինչ է։ Ասի նայ տղա դու ընդունել ես։ Մենք Աշոտի հետ միասին սովորեցինք Վարդան Աճեմյանի կուրսում։ Առաջին օրը ներս մտավ, ասեց իմացեք, ասեց ամենակարևորը որն է այս աշխարհում ուշադրության կենտրոնացում, ուշադիր պետք է լինեք։ Ու ասեց որքան կիոսկ կա Մատենադարանից մինչև շուկան, պրոսպեկտի։ Դե մեկս ասեց 5 հատ, մեկը 4 հատ, ես ասեցի 15 հատ։ Նայեց ժպտաց ինձ, ասեց բայց ամենաճիշտը դու ես, 46 հատ։ Շատ առատ մազեր ուներ, մի քիչ էր խուճուճ, այնքան հետաքրքիր ու երկար այն ժամանակ մոդա հագում էր հոլիդեյ շալվար, ու շատ նիհար էր։ Ես որ ժամադրության էի գնում, միշտ մի 10-15 րոպե ուշանում էի, որ հենց մոտենում էի, սենց էր անում։ Մի անգամ էլ ուշացել ես, էլ չեմ սպասի։ Ասում էի անկեղծ ասած, դիտմամ չեմ անում ոչ մի բան, տենց է ստացվում, բայց միշտ սպասում էր։ Դեռ նշանված չէինք, ինձ հրավիրեց համերգի։ Այն ժամանակ տենց հատուկ ձևավորումներ չկար ծաղիկների, բայց ես մտածել էի 3 հատ վարդ էի արել ու ատլասի բան լենտեր կային, ժապավեններ կային։ Ժապավենով բանցիկ էի կապել ու տարա իրան համերգի ժամանակ իրան նվիրեցի։ Հաջորդ օր որ գնացի իրանց տուն, շատ ծաղիկներ էր ստացել, բայց իմ ծաղիկս ինձ հատուկ սեղանի վրա դրված էր։ Ես հասկացել եմ մի բան, որ արվեստագետի հաջողության մեծ չափաբաժինը իր ընտանիքն է։
այն հաջողակ արվեստագետներից է, որ ունի այդ ընտանիքը, որը ամեն րոպե իսկապես նպաստում է իր ստեղծագործական հաջողություններին։ Արևի անունը լույսի տեսախչի Մենք որ ամուսնացանք, ինքը Գյորգի Մինասյանի մոտ կոնֆերանսի էր, բայց այդքան երկար չէ լինում, իր այդպես տավկա կար, տենց էր կոչվում, 8 ռուբլի էր ընդամենը։ Մեկ էլ գնում էինք ֆիլհարմոնիա այդ կասային, որ այդ 8 ռուբլին ստանանք։ Ասել եմ ես երևի սիրո կատարի, շոյել եմ ես երևի նաև շատերի։ Այն ժամանակ շատ ամոթ էր, որ մարդ ռեստորանում երգի։ Օրինակ դու արդեն սրտապղծված արվեստագետ կարող ես համարվել, որ ռեստորանում ա երկում կա, այս ինչ տեղն է, ու ապրուստի ձև չունեի, բա ինչ անեի։ Գողություն չէի անել ու գնացի ու ռեստորանում երգեցի։ Մի օր էլ ես անցքից նայում եմ, տեսնում նստած է Հայ Ամերիկի գլխավոր տնօրենը Գյորգի Ասատրյանը եւ Լայարդ Մովսիսյանը, որ տեսա դրանց, ասի տղեկ այսօր ես չեմ երգի, խնդրում եմ յոլա տարի։ Ես ասի, այ մարդ էս տաղանդավոր մարդը չի կարող պատահես ռեստորաններում ոնց Ասատրյանն ասի Գյորգի Անջասի, դե առավոտը անպայման կանչեմ եւ սրա համար ես պիտի ծրագիր անեմ, սա ստեղ կորի։ Լայարդ Մովսիսյանը մոտեցավ ծառին ու ասեց, «Լսի, գիտենք որ ստեղ ես»։ Ասեց, «Ուզում ենք քեզ մի մեծ վոկալ գործիքային խումբ ստեղծես, դու էլ լինես գեղարվեստական ղեկավարը ու քո մենահամերգներով շրջագայես Հայաստանում մեկ»։ Մենք առաջի ծրագիրն արեցինք, որը կոչվում էր ծիծաղելը խստիվ արկելումն է։ Եվ 6 օր շարունակ Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր։ Ամբողջ աշխարհը թատրոն է, իսկ մարդիկ այնտեղ դերասան։ Իսկ մեր օրերում մեր բանաստեղծներից մեկն ասել է ամբողջ աշխարհը թատրոն է, մարդիկ դերասան, իսկ կանայք ռեժիսորներ։ Չկա Հայաստանում մի գյուղ, մի քաղաք, մի արվարձան, մի տեղ, որտեղ Աշոտը ելույթ ունեցել։ Ինքը հայ հողը, հայ մարդու ճակատագիրը, սիրտը ինքը լավագույնս գիտի։ Երեխաներս փոքր էին, մենք ունեինք մեծ սարքած փայտից արկղներ, որտեղ դրում էին մեր բարձրախոսները, բաները, դինամիկներն էին դնում։ Երեխաներս քնում էին այդ դրա մեջ, համերգի ժամանակ բարձր երաժշտության ներքո։ Ես ելույթ եմ ունենում բեմում։ Ու տես գնում եմ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, Հայաստանին ինձ մի տեղեր կա, որ երևի չգիտեմ, մարդ չգիտել այդ տեղը, չէ եղել, չգիտել թե դա որտեղ է, ինչա։ Այդտեղ եմ գնացել ելույթ ունենալ։ Կան տեղեր, որ ասում են դե լավ, դե ցեխոտ գյուղ է, ապակիները ջարդած, լույս չկա, բան։ Ասում եմ այս տեղի ժողովուրդն ժողովուրդ է։ Նկատել է, որ ինչքան ավելի խոր գյուղ էին գնում, այնքան մարդիկ ավելի պարզ, մաքուր, անմիջական ու միամիտ էին։ Տղաս միշտ ուզեցել է դերասան դառնալ, բայց Աշոտը փոքր ժամանակվանից ասում էր պետք չի, աղջիկս շատ լավ ձայն ունի։ Գեները նաև ինձ թվում է աղջկաս երեխաների մեջ էլ կան։ Ախ ինչպես ես մոռանամ, երբ բաժանել է կյանքս ես, արոտով սպասել ամեն Ասես տենց գեղեցիկ ձայն ունես, տենց հնարավորություն ունես, արի ես քեզ համար մի հատ երգ գրեմ։ Ես գրեցի մի երգ Աշոտ Գրաշու խոսքերով, երգը կոչվում էր Սիրո ժամեր։ Կրկին չապով ծերգեցի Ես համար շատ բարդ է եղել, շատ դժվար է եղել Հայաստանում ապրող մարդկանց համար հումորը հատկապես են սովետական տարիներին, որովհետև մենք գրողներ չենք ունեցել։ Երևի Հակոբ Պարոնյանից ու Երբան Տոցյանից ես կոմ ասենք մի տես գրողներ չենք ունեցել։ Օրինակ ես մի տարի ստադիոնում ելույթ էի ունենում Մարզադաշտում, ոսկե աշուներ, Խազանումն էլ էր ելույթ ունենում։ Երբ ես ելույթ ունեցա դուրս եկա, ասաց հետաքրքիր է դու հեղինակներ ունես։ Այստեղ արդեն հայկական ինքնասիրություն է խոսեց։ Ասացի ոնց չեմ, 10-20 հոգի ինձ համար հատուկ գրում են։ Իսկ ինքը պարզվում է իսկապես այդքան ուներ հեղինակներ։ Եթե նա ունեն մեր 200 տեքստ, այդ 200-ից կարող է ընտրել 4-ը։
Եթե ես ունենում եի 4 հատ տեքստ, հետաքրքիր, բաժանում եի 200 մասի, որ չկրկնեմ հանկարծ, էլի հաջորդ անգամ, տարբեր լինի։ Երգը կատարում են Հրազդանի շրջանի Ալարբարձնորի մշակույթի պալատի ինքնագործ էստրադային նվագախմբի կատարները։ Եվ այսպես մտածիր։ Я влюбился в первый раз и так хочу увидеть вас, но где-нибудь в лесу наедине. Комары и муравьи, большие недруги мои, и папа с мамой запрещают мне. Այդ խումբը, որը ես ստեղծեցի ու եղավ հայ համերգում, դա կոչվում է Նաիրի վոկալ գործիքային անսամբլ։ Նու դա գոյատևեց մինչև Արցախյան պատերազմը, երկրաշարժը, մինչև այդ թվականները։ Բոլորս ենք պատրաստ գնալ եւ մեր ուժերի ներածի չափով կամ դրանից ավելին մասնակցել, բայց մասնակցությունը հենց դա էր, որ իր տեղում հիշեք հին օրերի երգը բանը, որ նրանք այդուհանդերձ այդ ներկայացումը խաղում էին այն քաղաքում, որ հիմա պատերազմող երկրում երևի թե դա էլ պակաս կարևոր չէր, այդ շփիթն կարևոր չէր։ Մի տարի հիշում եմ կամերային երաժշտության տանն էի ելույթ ունենում, այն ամենալավ պահին համերգի ելույթի հոսանքը գնաց։ Դե լույսն էլ որ գնում է, չգիտես, 5 րոպեից հետո կլինի, մի ժամից հետո թե մինչև առավոտ չի լինի։ Ասեցի լավ, կսպասեք մի քիչ, ժողովուրդ ջան, ասին հա, դուրս եմ եկել դուրս, նստել եմ մեքենա, գնացել եմ այդ էլեկտրոցանց, մտել եմ պետի մոտ, խնդրել եմ, ասել եմ, որ գաք տեսնեք ինչ ժողովուրդ է նստած, աչքերը կլցվի ձեր կհուզվեք։ Մարդկանց ասում եմ գնացեք տուն, ասում են չէ, մինչև առավոտ լինի, մենք կմանանք կսպասենք։ Ասեց գնա Աշոտ ջան, մինչև հասնես տեղ հոսանքը կլինի։ Եկել եմ տեսել եմ լուսավոր բան ու շարունակել եմ, շորտը կես ժամ ոտքի վրա ծափեր տալի ու սպասում էր։ Այս Արցախի պատերազմի ժամանակ էր Անդրանիկ էր անունը, չգիտեմ, շատ ծանր վիրավոր, իհարկե բուժել էին, տղաս ասում էր, թե լավ ինչ անեմ ես, արդեն վերքը չկա, բուժվել են, ամեն ինչի տեղն է, բայց տրամադրությունը չի բացվում, չի ուզում, խոսի չի ուզում նայ։ Ծնբիր ասեցի, թե ուզում ես Ղազարյան Աշոտին տեսնես, ասում է աչքերը բացարեց, հա, զանգել Աշոտին, Աշոտ ջան, խնդրում եմ, գազ հոսպիտալ գործ կա։ 2 օր ընդամենը Աշոտը հումորով ազատամարտիկը բուժվեց, դուրս եկավ, թե ծնողները ինչ էին անում, ուղղակի չգիտեմ։ Աշոտի շատ նուրբ հոգի ունի, շատ արցունքները աչքի դրած մարդը, Աշոտի երկրորդ տեսակը չկա, ես չեմ տեսել։ Իրար հետ սկսել ենք ընկերություն անել 10 տարեկանից, ոչ թե դպրոցից, այլ պիոներական ճամբարից։ Սովորաբար միշտ ինչ անեկդոտ իմանում էի, իրեն պատմում էի, թեկուզ գիշերվա երկուսին էլ եթե նոր էի լսել, պետք է զանգեի իրեն պատմեի, մի օր ինքը մի ուրիշ տեղ պատմեց հեռուստատեսությունով, որ գիշերվա երկուսին էլ ինքը զանգում այնց պատմել, դրանից հետո սկսեցի իր հետ ընկերություն չանել այդ հարցով, սկսեցի տղայի Արմանի հետ ընկերություն անել, արդեն Արմանին եմ զանգում այդ անեկդոտները պատմում, ու իրան էլ երբ որ շրջապատում ներկայացնում, ասում եմ ընկերոջս Հայդն է։ Հետո սկսեցի այդ անեկդոտները նկարել։ Որտեղ ժողովուրդը ես զգացի, որ այդ կարիքը ունի ծիծաղելու, ուրախալու, որտեղ այնքան դաժան ու տխուր բաներ տեսա։ Բալա ջան, ավել ունեք։ Ունենք Մարիկ ջան։ Քանի հատ է պետք։ Մեխատ։ Մեխատ։ Հիմա բերեմ Մարիկ ջան։ Մարիկ ջան, ես էլ քո ավել ոյ քորա։ Մարիկ ջան։ Փաթաթեմ թե սրանով թռնելու ես։ Մտքովս չէր ասում իսկապես, որ այդքան երկար կյանք ունենան ու միշտ կհիշվեն մարդիկ մինչև հիմա նայում են այդ անեկդոտները։ Աշոտ, ջաննա, հələ նայ աղբեր ջան, ես կես ժամը նայում եմ, ես վերտալյոտը նույն տեղը կանգնած է։ Հետո ինչ։ Ինչի է սենց։ Կարող է բենզինն ապրծել։ Բարի լույս, ինչպես սիրում էր կրկնել մի շատ դաստիարակված երիտասարդ։ Երևանի ժամանակով 7-5 րոպե։ Բակը գաղափարն է նախ շատ ճիշտ։
որովհետև հայ ժողովուրդը ինչքան էլ շենքում ապրի, միևնույն է, նրա սիրտը Բաքում է։ Բոլորիս բակերում եղել են աշոտները, եղել են լալաները, եղել են հրանտերը այդ իրանց տեսքով, հենց մեր Բաքում ա եղել նման մեկը, որին չգիտես ինչու բոլորը անվանում են կլյաուզնիկ, բայց ինքը շատ բարի նորմալ մարդ էր, որտեղ մեծ երեխաներին կոնֆետ էր բաժանում, իսկ պապաների վրա գրում էր ռայկոմ։ Յուրաքանչյուր հայ իրան տեսնում էր այդ ֆիլմի մեջ։ Այս Ռաֆոն եկել է։ Վայ Ռաֆոն ջան։ Ես երբես եկել եմ, վայ քո ցավը տակ։ Վայ Ռաֆոն ջան։ Ո՞ր չի մա Ռաֆոն եկել։ Վայ Ռաֆոն ջան։ Անգլերեն ո՞նց են ասում, բարի գալիս։ Good morning, Ռաֆայել։ Նստիլը պատվի տեսնեք ինչ կա, ինչ նեղություն ես։ Լալա։ Նեղություն ես քաշել, Ռաֆիկ ջան։ Մենք դրա համար չենք եկել։ Ասա տես կոննա։ Ինչ նեղություն է, փողա չէ։ Ես տես բաներ չեմ սիրում։ Ջան, այն նրանցից է, որ դու սիրում ես։ Welcome։ Իմ հոդվածն էլ մեջ կա։ Անարմար է։ Ոնց եք ժողովուրդ։ Հա, աշ ջան, կներես, էս էլ քեզ։ Էս ինչ է։ Չգիտեմ, բայց շատ թանկ բան է։ Հա։ Ես սիրում եմ թանկ բաներ։ Շատ է։ Նայ։ Նա շատ է սիրում փորձել, շատ է սիրում ամեն ինչը կրկնել մի քանի անգամ ստուգել, դա պրոֆեսիոնալիզմ է։ Բայց նաև ինքը հանդիսանում է այդպիսի իմպրովիզատոր։ Շատ են կանել այդ ֆիլմում իմպրովիզացիա, ինքան բաներ են կանել։ Թեկուզ հենց այն հանրահայտ անեկդոտը, որ Աշոտը պատմում է մրջյունների եւ փղի մասին եւ ինչպես իմ կերպարը ոչ մի կերպ չուզում դա հասկանալ։ Հրան փիղը գալիս մտնում է մրջյունների սրճարան, ասում եմ մի հատ համբուրգեր սարքեք ինձ համար, մինչև հիմա սարքում են։ Հա, հետո։ Հրան։ Փիղը։ Գալիս մտնում է մրջյունների սրճարան։ Ասում եմ մի հատ համբուրգեր սարքեք։ Հետո։ Արա հետո ո՞րն է ծավտան։ Մրջյունները մինչև հիմա սարքում են։ Հետո Աշոտ ջան, ընդ որում Աշոտը իրականորեն վրաց ջղայնացել էր, որովհետև երկրորդ անգամից պետք է հասկանա, հետո սկսեցի չհասկանալ, իսկ ամենավերջում Աշոտը հետ միասին Բաքով գնում ենք ու այնտեղ Աշոտը մի հարց է տալիս, որը պետք է տար լրիվ ուրիշ տեսարանում։ Հենա դու չի լրաբեր չես վարում։ Տեքստ չունեմ։ Չեմ կարող, այս երգը դա չկա սցենարում, ընդհանրապես։ Ու որ ռեստորան, որ ես պատահական մտնում եմ, ասենք թե որևէ առիթի ժամանական բան, հենց երաժիշտները ինձ տեսնում են, սկսում են պապ տարարամ տարարամ տարարիրարամ, յանի երգը քո երգը։ Գալիս ես ու անցկենում էդ քո հայացքով այրում մարալին այվածքով հոգիս ես այժում Հերարք մարդու հետ եմ ես աշխատել այդ ֆիլմի ընթացքում նաև, դա Արմեն Խոստիկյանն էր։ Նախ ես իր այդ ընկեր եմ եղել, մենք իրարի շատ շրջագայել ենք, բացի այդ իմ բոլոր մանրապատումներում ինքը կար այդ նկարը հանած։ Այդքան բարի, այդքան անկեղծ, այդքան մաքուր, այդքան մանկական, այդքան չինչ, այդքան շնորհքով ու տաղանդավոր իր համար ասում էին փոքր դերերի մեծ վարպետ։ Ինչ, քաշեք, արտադերտիկը, վերցրեք։ 13 Ինչ մազալու արդեր են ընկելեցի։ Ինչ արդեր։ Անես մազա, իմ կյանքում միշտ գիտես այս դեպքը պիտի լինի։ Իմ բախտը իմ հետ, անես մազալու արդեր։ Գիտեք, պատասխանեք, չգիտեք։ Պրոֆեսոր, ներողություն ելա, այս արդերը դուք եք գրում, թե գրում տալիս են։ Ես եմ գրում։ Բայց ես մազալու արդեր գրել կոծում է շիվի։ Յո։ Ախր շատ բախ։ Երեխու պես ամեն ինչին հավատում է։ Ես շատ է իր հոգու հետ շատ է խաղում կատակների անում դու սիրելով ինքն էլ այնց ջերմությամբ դրանք ընդունում է, չէ՞, նոր մեկ կա չէ որ ասենք մուկը կատվի հետ խաղում է բան, կատու կուզենա չես էսպես թաթով խփել գլխի, բայց չի խփում, իրա դուր է գալիս էս նայ, որտեղ դուր է գալիս։
Իմ երազանքը, այսինքն իմ ուշքումիտքը բեմն էր, կենթանի շփումը ժողովրդի հետ, պատիվ ունեցա Աշոտ Ղազարյանի հետ համագործակցել, որ իրականացրեց ներկայացումը փոստատարի մասին, շատ հետաքրքիր, շատ սիրուն ներկայացում։ 98 թվին էր բեմադրեցին, բարև ես մնում եմ օպերայի սրահում, եթե ինքը վստահեց մարդուն, ինքը երեխայի նվար գալիս է քո հետևից։ Ինձ մոտնաս Ուսեի քո սիրոն Ուսկա դրիներ իմ շիրանի Ուստակոպ, ասում եմ ես բանը վերցու, ես կվիտանցյան, կնա մի հատ պոստ, են Ամերիկայից, Բասիլկա է եկել, աղջկանից հետ։ Յա, բայց Աշոտ ջան, ստեղ գրած է ծանրոց։ Ոնց թե ծանրոց։ Հա, գրած է ծանրոց։ Կարող է մի հատ ծանրոցա, մի հատ է Բասիլկա։ Հա։ Իմ երազանքը, իմ սիրած ոճը, ձևը, ժանրը, ասեմ թե ինչ, դա տրագիկոմեդիան է։ Երբ ամեն ինչ շատ ծիծաղելի է, բայց վերջում մարդկանց լավ հուզում ես, մի քիչ խաղում ես սրտերի հետ։ Ես պիտի խոսեմ, պատմությունը, պատմեմ։ Ինչ իմանամ, ինչ որ մեկին կարող է կյանքը ազդել ու հուզել։ Ութե մեկը հանգարց փորձի ինձնից, բան ասել։ Նրա սրտի մեջ էր թող վարդեր հուստեն։ Ղազարյանի ես երկար եմ աշխատել ֆիլմերում, հաղորդումներում, հեռուստատեսային տարբեր ծրագրերում, ինքը շատ աշխատասեր ու շատ ճկուն դերասան է։ Եվ երբ պետք է լինում, ասենք, թե ինչ-որ բաներ փոխել ու հանգարցակի ինչ-որ ծրագրի մեջ բան պիտի փոխվեր, ամիջապես ճիշտ կերպարի մեջ էր մտնում ու կարողանում էր այդ ամեն ինչը իմի բերել ու արդեն իր դերասանական վարպետությունը ցույց տալ։ Որտեղ որ գնում ես նկարանման իր հետ, ասենք ջղայնացած կոշկակարը, որ ինչ որ ջղայնացած է կյանքի վրա իրա, հենց Աշոտին տենում է ժպտում է, մեկ ուրիշը, բոլորը ժպտում են կողքից, որտեղ ինքը բարի անձնավորություն է ու բարություն է մտցնում նաև կողքերը։ Այդ իր արած այդ ժանրը, որով ինքը զբաղվում է, շատ նուրբ է անում, չվիրավորելը ոչ մեկին։ Ընդհանրապես մարդը ինչ բնակավարում էլ լինի, պիտի մի բարի հետք թողնի գալիք սերունդներին։ Եվ այդ տեսակետից Աշոտը մեծ գործ է արել, ստեղծելով իր այդ փոքրիկ, ոչ այնքան մեծ, բայց շատ կարևոր ծիծաղի դպրոց։ Ինքը դերասանը, իսկ դերասանը բեմ մի քիչ մեծ է, չէ՞, բան, բայց ինքը միշտ նաև այն մարդկանց հետ է, ովքեր նստած են հանդիսասրահում։ Զարմացել եմ այն հմայքին, որը կա Աշոտի մեջ, ոչինչ կարող է չանել, ուղղակի կանգնել, ուղղակի իր այդ պայծառ արևային ժպիտը դեմքին, հերիքա որ մարդիկ իրեն պարզապես սիրեն։ Դուք արցունք միշտ ոսեցեք, տեսակցության աստղոտ գիշեր, դու երկար տևիրով ինչ ձեր
գնացան Կամիները ինչու տանան Կրկին չապով ծեր գերացինք Եդարձեք երամը երամ